Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես, մի դեր ավել, մի դեր պակաս, ես թատրոնի նվիրյալ չեմ։ Սա ձեր խոսքերից է, հատված է ձեր հարցազրույցից։ Այսպիսի անկեղծ հայտարարությունը շատ հաճախ մանավանդ մեր ժամանակներում մի քիչ այլ կերպ է ընկալվում։ Ինչ ասել է, որ ես թատրոնի նվիրյալ չեմ, ինձ համար մեկ է մի դեր ավել, մի դեր պակաս։ Միանգամից այսպես ինտրիգային հարցերով չէի սպասում իրականում, բայց ասեմ, ես շատ սիրում եմ թատրոնը։ Ես խելագարվում եմ բեմի համար։ Ես շատ սիրում եմ արվեստը ընդհանրապես։ Բայց կարիերիստ որպես այդպեսին չեմ։ Ժամանակին շատ մտածում էի, որ պիտի հասնեմ այս դերն էլ խաղամ, այն դերն էլ խաղամ, լինեմ առաջնայինը թատրոնում, առաջինը թատրոնում, գլխավորը թատրոնում, բայց կամաց տարիքի հետ հասկանում ես, որ կյանքում դա համարվում է միայն գործ եւ մասնագիտություն։ Ես չեմ պաշտում իմ գործը, չեմ աստվածացնում եւ կուռքեր ինձ համար չկան։ Ես ընդհանրապես սիրում եմ արվեստը, շատ սիրում եմ իմ գործը եւ կատարում եմ այն բարեխղճորեն։ Ինչ ասել է տարիքի հետ հասկանում ես, սովորաբար ասում են, որ տարիքի հետ մարդը ավելի իմաստուն է դառնում, արժեքները փոխվում են, մի հետաքրքիր միտք եմ վերջերս, այսպես ասած, հարցազրույց եմ տեսել, որտեղ առանձնացրել եմ այդ միտքը, որ երիտասարդության այն ինչ որ ժամանակին մեզ թվում էր մանրուք, տարիների ընթացքում հասկանում ես, որ դա շատ ավելի մեծ բան էր, քան մանրուք էր, եւ այն ինչը որ իրականում շատ մեծ արժեք էր թվում, հետո հասկանում ես, որ դա առհասարակ մանրուք էր եւ չպետք է այսպես ասած անհանգստանալ դրա համար։ Այո, երիտասարդ տարիներին ավելի այսպես ասեմ ոգին ուժեղ է լինում, ավելի անվախ ես լինում, չես մտածում շատ հետևանքների մասին։ Անում ես այն, ինչ այդ պահին կարևոր ես համարում եւ ճիշտ ես համարում։ Եվ քանի որ տարիքդ մեծանում է, դու արդեն մի քիչ նստում ես, մի քիչ հանգստանում ես, սկսում ես ավելի խորը մտածել, ավելի շատ վախենալ։ Ինչից վախենալ։ Սխալվելուց, ավելի շատ ես խորանում։ Տարիքի հետ դու ավելի շատ ես խորանում, որը իմիջիայլոց ասեմ, իմ մոտ այդքան էլ չկա դա։ Ես ոնց որ մնացած լինեմ նույն 18 տարեկանում, չգիտեմ ինչու։ Ինչ որ պահի ստոպ է եղել ինձ մոտ եւ ես այդպես մնացել եմ։ Գիտեք ինչու, որովհետեւ չեմ ուզում ծերանա հոգիս, չեմ ուզում ծերանա ուղեղս, չեմ ուզում ծերանա մարմինս։ Ես անընդհատ ուզում եմ սիրեմ, սիրված լինեմ եւ ոչ միայն գործի մեջ, ընդհանրապես կյանքում, բնության մեջ, չգիտեմ, ամեն տեղ ուզում եմ լավը տեսնել, գեղեցիկը տեսնել, բայց չապրել ինչ որ բանով։ Օրինակ, տեսեք, դուք ինձ ասում եք թատրոնը եւ այլն, ես գուցե համարվում եմ նվիրյալ, բայց ես ինձ այդպես այլևս չեմ համարում, որովհետեւ ես ավելի շատ աշխատում եմ, դա մասնագիտություն է։ Ինչպես է, օրինակ բժիշկը գնում է աշխատանքի, վիրահատությունը ավարտվեց, վերջ նա գնաց տուն, դա մասնագիտություն է, չէ՞։ Նույնը մենք գործ ունենք հոգու հետ։ Հոգին վիրահատեցինք հանդիսատեսի, վերջ։ Հանում ես այդ դերը, ինչպես հագուստը, դնում ես քո հոգու դարակներից մեկում, փակում ես եւ գնում ես տուն։ Տեսեք, դուք ասում եք մի բան, երբ մենք շատ հաճախ տեսնում ենք, գիտենք, որ ոչ միայն Հայաստանում, այլ առհասարակ դերի համար լիքը արտիստներ կռվում են իրար հետ, վիճում են, բառի բուն իմաստով, պայքար է գնում այս կամ այն դերի համար։ Ձեր թատրոնում են վստահ եմ այդպիսի երևույթների ականատես եք եղել նաև։ Բոլոր թատրոններում կան, այո։ Եվ այսպիսի անկեղծ խոստովանություն մի քիչ հենց ձեր գործընկերուհիների համար էլ գուցեև, այսպես ասած, չեն նայի որպես մրցակից, կասեն, հա դե մեկը իր համար մի դեր ավել, մի դեր պակաս, միևնույնն է։ Իմ գործընկերուհիները ինձ շատ լավ ճանաչում են։ Ես երիտասարդ տարիքում խաղացել եմ շատ լավ դերեր, շատ լավ։ Դե դուք մեր թատրոնի լավագույն արտիստներից եք, մինչև խարակտերային, այսպես ասեմ, գլխավորից մինչև հիմնական էպիզոդ, մասսայական, ամեն տեղ եղել եմ, ամեն ինչ խաղացել եմ, տարբեր կերպարներ։ Եվ իմ ընկերները եւ գործընկերները գիտեն, ես ժամանակին կռիվ արել եմ դերի համար, կռիվ ասելով ոչ թե նույնիսկ կարող եմ ասել ոչ ինձ համար։ Գուցե ասեմ, որ այս դերը չի համապատասխանում այդ դերասանուհուն, տվեք այն դերասանուհուն, կամ գուցե ինձ համար դերի կռիվ որպես այդպեսին արած չկամ։ Ինձ համար ռեժիսորն է կռվել, որ ես լինեմ իր դերասանուհին։ Չգիտեմ, ինչ որ այսպիսի բաներ շատ պատահում են։ Երիտասարդ տարիքում, քանի որ դու դեռ կայացած չես, մտածում ես, որ վերջ, ես էլ չեմ կայանա, ես էլ չեմ խաղա, ես էլ չեմ լինի, բայց Աստված ինձ շատ է սիրում
Գուցե բեմն էին սիրում, գուցե թատրոնը իմ բախտը բերել է։ Ես չեմ խաղացել մի ռեժիսորի մոտ, ես խաղացել եմ տարբեր ռեժիսորների մոտ եւ տարբեր գունապնակ ունեցող ռեժիսորների հետ։ Մեկը մյուսից տարբերվող։ Ես գոյատևել եմ, ես վերապրել եմ, ես ընկել եմ, ես վեր եմ կացել։ Չի ստացվել մեկը, մյուսը ստացվել է։ Այսինքն ամեն ինչի մեջով անցել ես եւ գիտեք կյանքում այսպեսի մի բան կա, կան գլխավոր ու կարևոր դերեր։ Դրանք 3-ից 4 հատ դեր են։ Եթե նայում ես գլխավոր դերացանկի մեջ, ընդհանրապես համաշխարհային դրամատուրգիայի մեջ, դրանք մի 4-5 դեր են, որ դերասանուհին ուզում է խաղալ։ Ես կարող եմ համարել, որ այդ 4-5 դերից 3-ը խաղացել եմ։ Եվ հիմա պետք չէ արդեն վազել դերի հետևից, եթե դերը քոնն է անպայման քեզ է գալու։ Տեսեք, դուք ասել եք, որ թատրոնի նվիրյալ չեմ, ես ես լիովին հասկանում եմ, որովհետև ես ինքս ինձ հեռուստատեսության նվիրյալ չեմ համարում եւ առհասարակ հեռուստատեսություն իմ կյանքի իմաստը չէ։ Աշխատանք եւ վերջ։ Այո։ Բայց ինչի հետևանք է սա ձեր, այսինքն երբ է մարդը սա հասկանում, երբ է գալի այդ գիտակցության, որ կյանքում այլ արժեքներ կան ավելի կարևոր եւ ոչ, ասենք, այն ինչը որ դու անում ես ամեն օր կամ չգիտեմ, շաբաթը 3 օր։ Ասեմ։ Չեմ ասի, որ ես գնահատված չեմ։ Ես գնահատված եմ իմ հանդիսատեսի կողմից, ես զգում եմ ժողովրդի սերը իմ նկատմամբ։ Երբ ինձ տեսնում են մարդիկ ժպտում են, գրկում են, իհարկե ոչ ոք պարտավոր չի ինձ սիրել ու միշտ հարգել, դա կարծիք է եւ ճաշակի խնդիր էլ կա, բայց ես ինչ որ պահի իմ թատրոնում ինձ գնահատված չզգացի։ Ես ինձ ինչ որ պահի հասկացա, որ ես ետին պլան եմ մղվում։ Վերջին շրջանում դերերը իմ շատ քիչ են եղել եւ ոչ այդքան ասելիքով։ Եվ ես կամաց հասկացա, որ բացարձակ ցանկություն չունեմ դերի կռիվ տալու, որովհետեւ այլ տեղերում իմ ռեսուրսը օգտագործվեց, ես այլ տեղերում ռեալիզացա, այսինքն եթե ոչ այդտեղ այդ պահին, ապա ուրիշ տեղ քեզ այդ ժամանակ գնահատեցին, ընդունեցին եւ այլն։ Դա էտապ էր, ես սա շուտվա բան եմ ասում, սա նոր չի ինձ մոտ, էտապ էր, որը շատ բաց ճակատով անցա։ Առանց կռիվների, առանց ինչ-որ պատմությունների եւ այլն, շատ հանգիստ հասկացա, որ այս պահին թատրոնը իմ կարիքը չունի, հենց այդ պահին։ Իսկ հիմա ունի։ Այո, հիմա ունի, եւ ես էլ իմ թատրոնի կարիքն ունեմ։ Ես համոզված եմ։ Այս պարագայում, բայց դա չփոխեց իմ միտքը։ Ես ուղղակի հասկացա, որ դրան պետք չէ նայել ցավագին։ Եթե ես ցավագին նայեի, ես շատ դեպրեսիվ, վատ ինչ-որ բաների մեջ կընկնեի, հասկանում ես ինչ եմ ասում։ Ես փորձեցի դրա միջով անցնել շատ հանգիստ, ժպիտով, եւ դա անցավ ինձ մոտ։ Եվ ես այդ նվիրյալից, ով քնում եւ արթնանում էր թատրոնում, ով չէր ուտում, չէր սնվում, միայն թատրոն դեր, չգիտեմ, վազի ես դերից են մյուսը փորձիր ես արայինը, ես դա թողեցի հանգիստ ու ասեցի ստոպ, ուրեմն այս այն շրջանը, երբ որ ես պետք է մտածեմ այլ բանի մասին։ Եվ ես ինձ գտա ուրիշ տեղերում։ Ստուդիա հիմնեցինք, բիզնես ունեցա, այսինքն տարբեր տեղերում ես ինձ գտա, եւ դա էլ իզուր չէր։ Դուք ասացիք, որ ես փորձում եմ ամեն ինչի մեջ տեսնել լավը, իսկ դա հաջողվում է հատկապես մեր օրերում, երբ օրինակ ես մի քանի օր առաջ տեսա համացանցում, երբ դերասանուհիներից մեկը, այսպես ասած, գրառում էր արել հարազատի կորստի մասին, եւ ես այնտեղ անգամ ուրախ, այսպես ասած, սմայլիկներ տեսա, որը որ մեր հասարակության մոտ մի քիչ արդեն աբսուրդի է հասնում։ Տեսեք, խեղաթյուրված մասա կա, ովքեր, չգիտեմ, այդ սոցհարթակներում են իրենց կյանքը տեսնում եւ նվիրյալն են սոցհարթակների, այ։ Ես դա չեմ կարող ընկալել ընդհանրապես եւ այդտեղ լավը տեսնելու ոչինչ չկա, եթե իրականում։ Դե մեր օրերում լավը տեսնել այդ արդեն Ես փորձում եմ մարդկանց մեջ, ես քանի որ դերասանուհի եմ եւ նաեւ խաղացել եմ բացասական դերեր, ես միշտ փորձել եմ բացասական դերի մեջ էլ գտնել լավը։ Ես երբ որ խաղում եմ մարդասպան կին, ես ուզում եմ հասկանալ դրա դրդապատճառները։ Դրա լավը որտեղ կարող, ինքն էլ ունի լավ բաներ, չէ՞։ Բոլորը ունեն լավ բաներ, փորձում ենք գտնել լավը, որ չխելագարվենք ուղղակի։ Չգիտեմ, ես պոզիտիվ եմ ավելի, լավատես եմ։ Իսկ այդ մասային ես չեմ անդրադառնում, դա հիմարություն է։ Դուք նաև ասել եք, որ իմ պատմությունը հեշտ չի եղել, բայց ես միշտ ընտրել եմ դժվար տարբերակը։ Այո։ Ինչու։ Չգիտեմ, ծնված օրվանից այդպես եմ եղել։
Ես փորձում եմ հեշտ ճանապարհով չանցնել։ Ես միշտ ընտրում եմ ավելի բարդը ու ավելի դժվարը։ Ես ասեմ, դու գիտեք, ես չեմ խափի։ Ինձ շատ դեպքերում ասում են, սկանդալային է, ինտրիգային է, ինչ որ չգիտեմ ինչ է, այսպես է, այնպես է, ոչ, ես շատ ազնիվ եմ իմ զգացողություններում։ Եթե ես հիմա ուրախ եմ, եթե ջղայնացած եմ։ Եթե իմ տրամադրությունը լավ չի։ Ես չեմ փորձում խաղալ այդ պահին։ Ես չեմ կարող դա անել, եւ եթե պետք է դռներ բացվեն իմ առաջ, պետք է բացվի լավագույնը։ Դուք նաև այսպիսի մի հայտնի պատմություն կա ձեզ հետ կապված, ձեր եւ ձեր հոր հանդիպումը։ Ինքը, տեսեք, սովորաբար ասում են, երբ սիրում են, միշտ ներում են, բայց կան բաներ, որ առհասարակ ներման, չգիտեմ, արժանի չեն, դուք հեշտ ներում եք։ Շատ հեշտ։ Ինչու։ Ես աշխարհի ամենաներողամիտ մարդկանցից մեկն եմ։ Չգիտեմ, ես ով եմ, որ չներեմ։ Ես իրավունք ունեմ չներեմ։ Ես ներում եմ, որ ինձ էլ ներվի, դա ես չեմ ասել, դա Աստվածաշնչում է գրված։ Եվ ես փորձում եմ ապրել այդ կանոններով։ Ես չեմ կարող մարդուն դատել ինչ բաների համար։ Լինի դա հայրս, լինի դա մայրս, լինի դա եւ ընտանիքս, լինի ընկերս, ես փորձում եմ չդատել։ Ես փորձում եմ հասկանալ մարդուն ու դա ինձ մոտ ստացվում է։ Բայց երբ այն դեպքում, երբ մարդը իր ներկայությունից ձեզ զրկել է տարիներ շարունակ, զգացել եք, չէ՞, իր կարիքը ամեն դեպքում։ Իհարկե զգացել եմ, բայց ես չեմ համարել, որ մարդը իմ պատճառով պետք է դժբախտ լինի։ Ինչի համար։ Ես դրան ցավագին չեմ մոտենում, նորից եմ ասում։ Ես ամեն ինչում փորձում եմ տեսնել լավը, որովհետև ինչ գիտեմ, չգնար գուցե ավելի վատ լիներ։ Ես չեմ կարող, այսպես ասեմ, չներել։ Դա իմը չի։ Բայց ձեր մայրն է, չէ՞, ձեր համար շատ զոհողությունների գնացել։ Ես իմ մոր համար խելագարվում եմ։ Իմ մայրը իմ թուլությունն է, իհարկե, բայց դա ոչ մի կապ չունի, մեկը մյուսի հետ կապ չունի։ Մեկը մյուսի հետ բացարձակ կապ չունի։ Ես երկուսին էլ շատ սիրում եմ եւ իմ մայրիկը իմ թուլությունն է, այո, դա բոլորը գիտեն։ Սովորաբար ասում են, երբ ամենավատ զգացողությունը դա անտարբերությունն է, դա առհասարակ ձեզ մոտ լինում է, թե չէ, ինչ որ երևույթի կամ առհասարակ մարդկանց նկատմամբ, որովհետեւ անտարբեր լինել, իհարկե, որովհետեւ անտարբերությունից ավելի վատ բան չկա։ Ոչ, ես չեմ կարող։ Ես նույնիսկ տարբեր կերպ եմ սիրում տարբեր մարդկանց։ Ես ունեմ երկու զավակ, ում տարբեր կերպ եմ սիրում։ Նույն կերպ չեմ սիրում։ Կան չէ մարդիկ, որ տեսնում ես նույն ժպիտն ունեն, նույն դեմքն ունեն, նույն միմիկան ունեն ու բոլորի հետ նույն կերպ են խոսում։ Բարև ձեզ, լավ եք։ Չէ, դա ինչ որ ռոբոտացված համակարգ է, որ պիտի ժպտաս, պիտի լավը լինես, պիտի բոլորին սիրես դու այդպես պիտի ցույց տաս, բայց դա այդպես չի կարելի։ Ես ձեզ այլ կերպ եմ ընդունում, նրան այլ կերպ եմ ընդունում, մյուսին այլ կերպ եմ ընդունում, ես մյուսին ասում եմ բարև, մյուսին ասում եմ բարև ձեզ, մյուսին ասում եմ Այսինքն պիտի նաև մարդկանց դու տարբերես։ Նույն կերպ չես կարող լինել բոլորի հետ։ Եվ անտարբերությունը դա մեղք է։ Ես չեմ կարող անտարբեր գտնվել ընդհանրապես։ Դա իմ ամենավատ երևի կողմերից մեկն է, որ ես նույնիսկ փողոցում անծանոթ մարդու հանդեպ անտարբեր չեմ կարող լինել։ Դա ինձ մոտ այսպես, չգիտեմ, իդեաֆիքս ասեմ, ինչ ասեմ, ես բոլորի հանդեպ շատ ուշադիր եմ։ Բայց ամեն դեպքում ներողամիտ լինելը դա շատ մեծ, շատ վեհ արժեք է եւ այսօր շատ քչերին է դա տրված։ Մանավանդ այն դեպքում, երբ խոսքը շատ հարազատ մարդկանց է առնչվում, որոնք ամեն դեպքում ինչ որ կերպ գուցե ինչ որ մի տեղ սպի են թողել մեր կյանքում։ Այդ իմ սպիներն են։ Ուրիշ ոչինչ չկա ասելու։ Դրանք իմն են։ Ես շատ սպիներ ունեմ։ Ես չեմ հերքի, որ իմ կյանքը հարթ է եղել եւ ամեն ինչ շատ լավ։ Բայց ես փորձում եմ դրանք իմ մեջ պահել։ Ոչ ոքի չեմ մեղադրում, որովհետեւ ուրեմն պետք է լիներ։ Գիտեք, ես չեմ կարծում, որ զուգադիպություններ են լինում։ Ես կարծում եմ, որ այն ինչ լինում է, պետք է լիներ։ Մի երգ կա, որտեղ ասվում է պատահական չի լինում ոչ մի բան։ Համաձայն եք։ Այո, միանշանակ։ Ու մենք էլ այս կյանքում պատահական չենք հայտնվել։ Ես այսպես եմ կարծում։ Տրված է ի վերուստ ծնունդը եւ վերջը։ Ընթացքը
Շատ բաներ կախված են քո որոշումներից, քո ընտրություններից, բայց շատ բաներ էլ որ պետք է որ այդպես լինի։ Ինչպես ես դու դրան արձագանքում։ Կներես, չես ների, կատես, չես ատի, կսիրես, չես սիրի։ Դրանք են քո որոշումները։ Այո կամ ոչ։ Այո կամ ոչ։ Լինող բանը միշտ լինում է, ուզես թե չուզես։ Հիմա մարդիկ անգամ քաղաքական թեմաների առնչությամբ են սկսում վիճել, ընկերները դառնում են թշնամիներ, բարեկամները վիճում են, իրար հետ չեն շփվում առհասարակ, այդ քաղաքական թեմ ընդամենը մի քանի օր առաջ էր մեր երկրում նաև ազգային ժողովի ընտրությունները, այդ քաղաքական թեմաները ամեն դեպքում յուրաքանչյուրի տուն են մտնում, ուզեն թե չուզեն։ Դուք չեք բախվել այդ խնդիրների հետ։ Բացարձակ ես ունեմ իմ կարծիքը, որը չեմ փաթաթում իմ ընկերոջ ուսերին կամ իմ հարազատի ուսերին, ես ունեմ իմ կարծիքը, որը իմն է, նորից իմն է։ Եթե կարծիք հարցնեն, ես կասեմ, այո, ըստ իս այսպես պիտի լինի։ Բայց եթե չեն հարցնում, ես չեմ ասի, դու ուրեմն այսպես, այնպես, ինչու նրան, քաղաքականությունը նաև թատրոն է մտել։ Մենք այսօր տեսնում ենք արտիստներն էլ են բաժանված, մի խումբ է, այս մի հատվածում է, մի խումբ է, Ես բաժանված չեմ, ես ոչ մի խմբակի չեմ պատկանում։ Ավելի, այսպես ասած, տարիքով արտիստների մասին է խոսքը։ Նույնիսկ գործ չունեմ այդ ամեն ինչի հետ։ Ես ոչ մի խմբակի չեմ պատկանում, ես ունեմ իմ սկզբունքները, իմ ընտրությունը, իմ տեսակը։ Վերջ։ Կան հարցեր, որ գրեթե բոլոր արտիստներին ես տալիս եմ, կյանքը պետք է ապրել այնպես, որ հետո քեզ հիշեն նաև սրիկաները, Ֆայինա Ռանևսկայա։ Շատ լավն է։ Շատ լավն է, մի քանի սրիկա ինձ կհիշեն հաստատ։ Հետո Ռանևսկայան շատ լավ բաներ ունի ասած։ Ես շատ եմ սիրում իրեն։ Էլ ինչ կա, որ ավելի լավ է ասել կամ ինչի պիտի մի քանի սրիկաներ հիշեն։ Գիտեք ինչու, որովհետև ես երբեք վատ արարքի հանդեպ վատով չեմ պատասխանում։ Հակառակ ռեակցիան է ինձ մոտ տեղի ունենում։ Եվ կարծում եմ, որ կհիշեն։ Ամենակարևոր բանը դա ժամանակն է, որը շատ հաճախ չի էլ արժևորվում, ինք այնքան արագ է թռչում, բայց մենք միշտ այսօր նստած ենք այստեղ, մտածում ենք պլաններ են կազմում դեկտեմբերի հետ կապված, մյուսը նոր տարվա հետ կապված, մենք ինչու չենք արժևորում ժամանակը։ Ես երբեք պլաններ չեմ ունենում առաջիկայում։ Իմ այսօրն է։ Այսօր ես կամ, այսօր այսպես եմ ապրում։ Ես չգիտեմ վաղը ինչ կլինի։ Ու դա նորից եկել է այդ պլանավորեմ, ունենամ, ստանամ, լինի, դրանք բերում են մարդուն շատ հոգեբանական բարդ ինչ-որ պատի են բախում, որովհետև եթե քո պլանները չեն ստացվում, դու ունենում ես տրամադրության անկում, ամենաքիչը։ Ես փորձում եմ չպլանավորել ոչինչ։ Ես փորձում եմ ապրել օրով։ Այսօր ես կամ, շնորհակալ եմ Տեր իմ Աստված, որ կամ, փորձեմ այսօր այսքանով սահմանափակվել եւ օրվա մեջ գոնե 3 լավ գործ անեմ։ 3 կարևոր լավ գործ։ Ես այդպես եմ ապրում։ Ամենամեծ նվերը, որը տալիս է մեզ կյանքը, այն մարդիկ են, որոնց մենք սովորաբար ասում ենք շնորհակալ եմ, որ կաս։ Այո, համաձայն եմ։ Համաձայն եմ, որ այդպես է։ Մարդիկ կան, ում շնորհակալ ենք։ Եվ դա ոչ միայն նրա համար, որ մեզ բարիք են պարգևել, այլ նաև նրա համար, որ ցավեցրել են։ Որ դու մեծացել ես, որ դու ոնց բացատրեմ։ Բոլոր մարդկանց է պետք ասել շնորհակալ եմ, ովքեր քո կյանքում ինչ որ բան են արել, եւ լավ, եւ վատ։ Անկամ վատ բան անողներին էլ պիտի ասել շնորհակալություն։ Անպայման, որովհետև դա քեզ համար դաս է եղել։ Մեծ դաս եւ այլևս չես կրկնի դա։ Վատ մարդիկ ինչու կան մեր կյանքում։ Ոչ մի մարդ չի ասում ես վատն եմ։ Մարդը չի վատը, արարքն է վատը, գործողությունն է վատը։ Բայց ցավացնողներին ինչպես ասել շնորհակալություն, որ կաս։ Չէ, դա ես ասել եմ, այո։ Շնորհակալություն, որ այդպես ես, որ այդպեսին ես, որ ինձ ստիպեցիր, որ ես այլևս այդպիսի բան չանեմ, չմտածեմ, հույս չունենամ։ Լիքը բաներ կան մարդու մեջ, որ մտածում է, որ օй, վերջ, ես մարդ ինձ վատություն արեց, այ թող, չգիտեմ, Աստծո պատիժը, ես իմ ինչ բան, մի ասեք նման բաներ։ Կյանքում բումերանգն էլ միշտ կա, ես դա գիտեմ, ու կարծում եմ, որ բոլոր վատ արարքների պատասխանը այդ վատ մարդիկ ստանում են, բայց այ քեզ կատարած վատ արարքի համար դու վատով մի պատասխանի։ Բուլգակովն է ասում, ինչ պիտի անի քո սպիտակը, եթե չլինի իմ սևը, ինչ պիտի անի քո բարին, եթե չլինի իմ չարը։ Դա շատ կարևոր նախադասություն է։
Իսկ իմ ամենասիրելի Սարոյանը ասել է, որ ում է պետք քո կյանքը, եթե այն պետք չէ ուրիշներին։ Սրանք շատ կարևոր բաներ են, որոնք մեզ, այսպես ասեմ, նույնիսկ վատ արարքին պետք է նայես լավ կողմից, օքեյ, այդպես արեցիր, շատ լավ, ես այլևս այդ սխալը չեմ կրկնի։ Դա հենց այնպես չի եկել քո կյանք, այդ վատ մարդն ու վատ արարքը։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ իմ հյուրը տաղանդավոր դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանն է։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։